Ողջույն, բոլորս էլ սիրում ենք մեր մայրաքաղաքը, որն ամեն գարնան կանաչապատվում ու ծաղկապատվում է։ Այսօր կպարզենք, թե որ կազմակերպություններն են զբաղվում այս գործով, ինչ ծառայություն են մատուցում եւ որքան դրամի դիմաց։ Երևանի բյուջեով 2016 թվականին Սիզամարգերի ստեղծման եւ ծաղկապատմանը նախատեսվել էր 312 միլիոն դրամ, որից 214 միլիոն դրամը կամ $446,000 որպես նվիրատվություն այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին։ Քաղաքապետանից հետաքրքրվեցինք, թե ինչ նվիրատվություն է ենթադրում Սիզամարգերի ստեղծումը եւ ծաղկապատումը, որ կազմակերպություններ են ստացել այդ գումարները, ինչպես են ընտրվել այդ կազմակերպությունները, ինչ աշխատանքներ են կատարվել։ Պատասխանեցին, որ նվիրատվություն այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին հոդվածով 2016 թվականին ծախսվել է 213 միլիոն դրամ կամ մոտ $445,000։ Այս գումարից 5 միլիոն դրամ ուղղվել է հրաշք ՍՊ-ից պարտանյութի ձեռքբերմանը, 7.4 միլիոն դրամ ֆիզիկական անձից 20,000 հատ վարդի թփի եւ կրի ձեռքբերմանը, 45 միլիոն դրամ էլ հատկացվել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող նոր բարեկարգում ՓԲ-ին միայն Նիդերլանդներից ներկրվող ծաղկասացիների աճեցման համար նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու եւ ծաղկաբաժակներ ձեռք բերելու համար։ Մնացած մոտ 156 միլիոն դրամը կամ մոտ $325,000 քաղաքապետարանի ձևակերպում համագործակցության շրջանակում տրամադրվել է Փյունիկ բարեգործական հիմնադրամին 1.1 միլիոն ծաղկասացիներ, 8000 գնդաձև ակացիաներ, 3330 կիլոգրամ խոտի սերմ, 1125 ոսկեգույն կիպարիսի տնկիներ եւ 550,000 վարդակակաչի սոխուկներ ձեռք բերելու համար։ Հրաշք եւ նոր բարեկարգում կազմակերպությունների սեփականատերերի մասին տեղեկություններ պարզել առայժմ չհաջողվեց, իսկ ահա Փյունիկ հիմնադրամի խորհրդի նախագահը Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանն է։ Հիմնադրամի կայքում որևէ խոսք չկա կանաչապատման, ծաղիկների աճեցման եւ նմանատիպ գործունեություն իրականացնելու մասին։ Հիմնադրամի գործադիր տնօրեն Սուրեն Նալջյանը համագործակցության մանրամասների մասին մեր հարցերն ուղղորդեց դեպի Երևանի քաղաքապետարան։ Իդեպ, հիմնադրամի մեր մասին բաժնում նշվում է, որ այն որդեգրել է կրթության, մշակույթի, սոցիալական ապահովության եւ առողջապահության ասպարեզում հանրության օգտակար լինելու ուղին։ Իսկ կայքի նորություններ բաժնում ամենաթարմ լուրը վերաբերում է Փյունիկ հիմնադրամի ղեկավարների հանդիպմանը Սերժ Սարգսյանի հետ, որի ժամանակ հիմնադրամը Սարգսյանին նվիրել է աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու «Նավը ծովում» նկարը։ Այս կազմակերպությունների ընտրության մասին մեր հարցին քաղաքապետանից այդպես էլ չպատասխանեցին, իսկ նույն Սիզամարգերի ստեղծում եւ ծաղկապատում հոդվածով 2017 թվականին նախատեսված է հատկացնել 312 միլիոն դրամ կամ $642,000։ Տեր եղեք ձեր գրպանին։